Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանը այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը հակողի կմղի եւ այնքան ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունը իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով եւ արհամարանքով։ Այսօրին շատ է հարցադրում հնչում, թե ինչու Ադրբեջանը այնուամենայնիվ չի համաձայնվում Հայաստանի իշխանության այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից։ Պատասխանը շատ հստակ է. Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու եւ Հայաստանի որպես միջազգային սուբյեկտ վերջնական շաքից հանելու առումով։ Հայաստանի իշխանության ցանկացած նոր զիջում ավելի է ուժեղացնելու Ադրբեջանին եւ ըստ էության առավել ուժ գնացնելու Հայաստանի դեմ նորանոր հարվածները։ Արդյոք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներով են արտահայտվելու։ Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի ռեգիոնալ կամ աշխարհակահաղական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում կգնա արկածախնդրության։ Սա ասում եմ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են առանց Սյունիքի, Վայոց ձորի մարզերի եւ մասնատված Արարատի, Գեղարքունիքի եւ Դավուշի մարզերով։ Արդյոք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցում է իրադրության լրջությունը։ Վստահ եմ, այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունը իրացնել, անկախ նրանից թե ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի։ Իշխանության անձավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ պարտվողական Հայաստանի